4 տարի հանրապետական կուսակցությունը պատասխանատվությունը ուզում էր գցել Եվրոպայի գրպանը 4 տարի Հայաստանի Հանրապետությունը իր օրենքները համապատասխանացրել է Եվրոմիության օրենքներին, ստանդարտներին 4 տարի Մենք էլ աջակցում էինք հանրապետական կուսակցություն, ասում էինք լավ է ստանում, հաշտեցման ծրագիրը դեռ հայ-թուրքական հաշտեցում առանձին, այսինքն մենք տեսանք 4 տարի հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը տանում էր դեպի Եվրոպա, մի օր, մի գիշեր կամ, չգիտենք, մենք գիշերը իմացանք, օր ու գիշեր, առավոտյան իմացանք, որ այդպիսի որոշում է կայացել, գիշերը չեն ասել մեզ, երեկոյան չեն ասել, ուրեմն մի օրում այդ բոլորը լցրեցին ջուրը, իրենց աշխատանքը, մեր աշխատանքը, լցրեցին ջուրը հանրապետականները, Հայաստանը հայտարարեցին, հենց դա էր ձևակերպումը, մինչև հիմա, գիտեք տնտեսագետներ, դոկտորներ, բաներ ունենք մենք, այս դրամ եմ ասում, դրանց հարկավոր է պատժել, ապացուցեցին, սկսեցին ապացուցել, որ վատ հետամնաց տեխնոլոգիան նույնպես լավ բան է, որտև հետամնաց մեր վատ ապրանքը եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող մեր ապրանքը գնորդ ունի, հարկավոր է սաղացնել դա, սղացնել այդ ապրանքը, Բելոռուսի վրա, Ռուսաստանի վրա, Ղազախստանի, սղացնենք, թող գնա, գնորդ կա, այդ դա էր հետաքրքիր, ոչ թե նոր տեխնոլոգիաների գնանք, նոր գաղափարների, նոր տնտեսության, նոր ինտեգրացիայի տնտեսական, այլ տանենք, լցնենք, կառնեն, բա ինչ պետք է անեն, նիտրատները, այդ չգիտեմ ինչերը, հնաոճը, էներգատարը, մետաղատարը, դրանք կարևոր չի կտանք, այսինքն դա հենց պատասխանատվությունից խուսափելներ, հիմա այդ ուժերը կան, նրանք ասում են, որ հուր եք գնում Եվրոպա, այնտեղ պետք է աշխատեք, պետք է կրթվեք, պետք է շատ աշխատեք, պետք է պատասխանատու լինեք, գնանք անպատասխանատու երկիր, անպատասխանատու միջավայր, ու մարդիկ անուն ազգանուն են և կուսակցություն ունեն, ես ասում եմ հանրապետական կուսակցությունը իր դաշնակիցների հետ և Ռոբերտ Քոչարյանը որպես դրանց համար պրիզ, նրանք ասում են, որ պետք չի գնալ արևմուտք, այնտեղ Սամվել Կարապետյանն էլ իր թիմով է եկել, առիթից օգտվելը քաղաքականության մեջ օրինական է, չի կարելի ասել, որ առիթից օգտվում են օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առիթից օգտվում է թույլ հակառակորդ է ընտրում, թույլ է տալիս, որ իր դեմ հզորանա համեմատաբար, որպես մրցակից հանդես գա ակնհայտորեն թույլ ուժը, մերժված ուժը, ես կասեի լքված ուժը, դա է պարադոքսը, օրինակ դուք նախորդ հարցի մեջ մի բան էլ ասացիք, ինձ դա դուր եկավ, որ ընտրակաշարքների, այսինքն ընտրությունները կեղծելու այն ձևը, որ եղել է նախին ընտրությունների ժամանակ, դա հիմա արդեն մոդա չի, նորաձև չի, հիմա հնարավոր չի դա անել, որովհետև պարտադրանք չի, այն ժամանակ իշխանությունը պարտադրվում էր մեզ, դա էր հետաքրքիր, որ պարտադրում ասում են, սրանք են Սրանք ոնց պետք է ընտրվեին, ընտրակաշարքով, ջարդելով, կրակելով, հակառակորդին, թարմ ուժերին, նույնիսկ չասեմ պրոգրեսիվ ուժերին, այլ ուժերին ոչնչացնելու տարբեր ձևեր կային, ընտրել էին ամենաբոն տոնը, դա կաշառքներ, կաշառում էին, իշխանությունը վերցնում էին, որ տրվել էր իրանց այնտեղից, կենտրոնից իշխանությունը տրվում էր, ասում է ձեր մոտ անցկացրեք, առանց արյունահեղության, վերջում ասում են արյունահեղություն մի արեք, մի կրակեք իրար վրա, կաշառք տվեք, առեք, ձայնը առեք, Սամվել Կարապետյանը այդ դասից է, առնող է, նա իշխանությունը առնի, ապրանք առնի, պետությունը առնի, ուզում ասել, ես իրեն նոր ուժ չեմ համարում և այլ ընտրանք չի, նա հենց այն նույն ուժից է, այնտեղ եռյակ կա, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Սամվել Կարապետյան ավելացավ նույնն է, նրանց ձեռագիրը նույնն է, նպատակը նույնն է, հիմա անշուշտ շատ լավ կլիներ, եթե քաղաքացիական պայմանագիրը օրենքների ուժով, կուսակցությունների մասին օրենքի ուժով, ընտրությունների մասին օրենքի ուժով իր համար
իր համար ձևավորեր այլընտրանք, իրեն գործընկեր, իր համար այդ իմաստով, որպես սպարինգ ընկեր, այսինքն մրցակից ընկեր, ինքը օրենքով ձևավորեր այս նոր իրավիճակին, բոլորովին նոր իրավիճակին հարմար, լքված Հայաստանին հարմար եւ նոր ուղի վերցրած Հայաստանի համար արդեն գործընկեր, բայց ռեսուրսներ չունենալու պատճառով, փորձ չունենալու պատճառով, ես ուզում եմ հասկանալ, ինքս էլ չգիտեմ, ինչի չի անում, ինչի կուսակցությունների մասին օրենքով չի փակում ինուագենտների, ես այդ տերմինը օգտագործում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքով, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի էլ այդպիսի օրենք կա, օրինակ այսօր Ֆրանսիայի նախկին նախագահը 7 տարի թե 5 տարի ազատազրկված է արտասահմանից ընտրությունների ժամանակ ստացած փողը Սարկոզին 5 տարի է, չէ՞։ Տեսեք Ֆրանսիան նախագահը ազատազրկված է, որովհետև դրսից փող է, ռեսուրս է եկել Ֆրանսիայում ընտրությունների ժամանակ օգտագործվել է դա։ Այդ օրենքը պետք է Հայաստանում էլ լինի։ Ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական գործիչ, եթե դառնում է, եթե փողը ստացել է, չէ, ուրեմն դառնում է նրա շահերի ներկայացուցիչը։ Նրանց հարկավոր է փակել օրենքի ուժով։ Այդ կուսակցությունները պետք է արգելվեն։ Քաղաքական գործիչները մինչև ցկյանս պետք է զրկվեն քաղաքականությունով զբաղվելու իրավունքից, դա հումանիտար բան է, բանտ չենք ուղարկում, ասում ենք, չես կարող դու ընտրել եւ ընտրվել։ Ստալինի ժամանակ էլ տենց օրենք կար, թող ասեն։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թերանում է, այդ չասենք, մենք հիմա չկասկածենք, ասենք, քաղաքական հալածյալներ կան Հայաստանում, այո, քաղաքական են, որտեղ այլ երկրի շահերն են ներկայացնում մեր երկրում, նա քաղաքական իշխանություն է ուզում, նրանք ովքեր որ զրկում են Հայաստանը ինքնիշխանությունից, ծրագիր ունեն հայկական պետությունը լուծարելու, նրանք քաղաքական ծրագիր ունեն, այդ քաղաքական ծրագիրը պետք է ոչնչացվի, իսկ կրողները գործիչները պետք է առնվազն արտաքսվեն։ Երկրորդը պետք է զրկվեն քաղաքականությունով զբաղվելու իրավունքից։ Երրորդը պետք է նրանք ազատազրկվեն։ Որ դեպքում ներողություն։ Երբ որ նրանք Հայաստանի Հանրապետությունը ուզում են լուծարել։ Այսինքն պետությանը դեմ են, գտնում են, որ հայկական պետություն չպետք է լինի, չի կարող։ Դա իրենց բացատրությունները ես չբերեմ, արգումենտները։ Ովքեր որ դեմ են հայկական պետության գոյությանը, անկախությանը դեմ են, նրանք իրավունք չունեն Հայաստանում քաղաքականությունով զբաղվելու։ Նրանք պետք է կամ արտաքսվեն, կամ զրկվեն այդ իրավունքից, կամ ազատազրկվեն օրենքի ուժով, դատարանով, բանով։ Նրանք ովքեր որ դեմ են ժողովրդավարությանը, առաջարկում են ինչ որ տեսակի բռնապետություն։ Նրանք նույնպես պետք է կամ արտաքսվեն, կամ զրկվեն այդ իրավունքից քաղաքականությունով զբաղվելու իրավունքից օրենքով, չի կարող ինքը թեկնածու լինել, կամ պետք է ազատազրկվեն, ովքեր որ ժողովրդավարությանը դեմ են։ Շարունակեմ, այսինքն օրենքը, այդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ օրենքները պետք է ընդունի, որպեսզի որևէ մեկը չգա, առավել ևս օտարերկրացի, գա այստեղ հակադեմոկրատական ծրագիր առաջարկի։ Դա ուղղակի պետք է ընդունի օրենքը այս բանը ունենք, օրենքները կան, թույլ են, օրինակ ընտրակաշառքի մասին մենք օրենքներ ունենք, բայց թույլ են,